Սեռական հարաբերության ժամանակ շուտ եմ վերջացնում։ Դա հիվանդություն է, ինչպես անեմ, որ սեռական ակտը մի քիչ երկարի։ Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է հանդիպել եւ առողջ եւ հիվանդ տղամարդկանց մոտ։ Սովորաբար անփորձ, բայց առողջ տղամարդկանց մոտ վաղաժամ սերմնաժայթքումը նկատվում է հենց սեռական կյանքի սկզբում, երբ նոր են սկսում սեռական կյանքով ապրելը, սակայն բավականին փորձ չունեն։ Այնուամենայնիվ ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելուն զուգահեռ վաղաժամ սերմնաժայթքումը որպես այդպիսին իհարկե աստիճանաբար անհետանում է։ Որպես հիվանդություն իհարկե այն կարող է դրսևորվել շագանակագեղձի եւ մնացած սեռական օրգանների բորբոքումների ժամանակ։ Ամեն դեպքում իհարկե շատ կարեւոր է, որ սեռական կյանքը լինի կանոնավոր, բացի այդ կարող եք օգտագործել հատուկ դիրքեր, որոնց օգնությամբ սեռական ակտը կարող է երկարել, կարող եք օգտագործել նաև հատուկ պահպանակներ, որոնք ունեն քսուկային սպეციფიկ շերտ, որի օգնությամբ եւ կարող եք երկարացնել սեռական ակտը։ Իմ սեքսուալ ցանկությունները տարբերվում են նրանով, որ ես սեքսում շատ եմ սիրում կնոջ իշխանությունը։ Ավանդական սեքսը ինձ համար ձանձրալի է եւ հոգնեցնող։ Խնդրում եմ ասեք, իմ ցանկությունը նորմալ է, թե պաթոլոգիական։ Արման 24 տարեկան։ Արմանի մոտ ըստ երևույթին սպეციფიկ սեքսուալ նախասիրություններ են։ Ամեն անձ ունի իր սեքսուալ նախասիրությունները, իր սեքսուալ ֆանտազիաները եւ յուրաքանչյուր ոք փորձում է անկողնում իրականացնել այն, ինչը ինքը երազում է։ Պաթոլոգիկ որևէ խնդիր այստեղ չկա, սա պարզապես ձեր սեքսուալ պատկերացումն է, որը ուղղակի խոսում է այն մասին, որ դուք անկողնում նախընտրում եք կնոջ ակտիվությունը, երբեմն նաև իշխանությունը, որից եւ ստանում եք ձեր սեքսուալ բավարարվածությունը։